Հուլիսից արդեն ամենայն հավանականությամբ կառավարումը կստանձնի Հայաստանի Հանրապետությունը եւ բոլոր այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած կզբաղվեն ցանկացած այլ բանով, բնականաբար պետք է ազատվեն աշխատանքից, որտեղ կներեք, բայց հեծում շատ ավելի շատ աշխատելու բան կա։ Բայց գործադուլ ոչ ոք հիմա չի արել, ինչ ինֆորմացիա։ Դե ասում են եթե գործը թողած, այսինքն այդ ինչ ինֆորմացիա է բանալիցը։ Հեսակաս Այսինքն, եթե կան մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հոսանքի դիմաց վճարած գումարի դիմաց փոխանակ գնան, այդ մարդկանց հոսանքը սարքեն, նենց անեն, որ այդ մարդկանց հոսանքը խափանումներ չունենա, նորմալ աշխատի, գործի ժամին, գործի փոխարեն զբաղված են ուրիշ բանով, այդ թվում եւ քաղաքական խարդավանքներով կազատվեն։ Բայց ինչու միայն հեծի մասով այդ զգուշացում են, ինչու միայն հեծի մասով։ Ես կարամ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինների կամ պետական կառավարման բոլոր մարմինների մասով Եթե մի մամուլում հրապարակումներ կան հստակ, մամուլում կան հստակ հրապարակումներ, գործի ժամին գործ չեն անում, մամուլում կան հստակ հրապարակումներ, որ հեծում մարդկանց աշխատողներին պարտադրում են մասնակցել այս կամ այն միտինգ։ Չէ, ես դե այդպիսի միտինգ չի եղել գործի ժամին, այդպիսի բան չկա դա։ Հայտարարված է միտինգ ու հայտարարված է գործի ժամին, եթե չեմ սխալվում։ 6-ից հետո է երթը լինելու։ Դե 6-ին է երթը լինելու, ժողովուրդ ջան, 6-ին այդտեղ հասնելու համար աշխատանքից։ Եթե այդ մասնակիցները որպես այդպեսին այն մարդկանց թվում են, ովքեր մյուսներին պարտադրել են գալ այդտեղ, ինչը մեր ընդդիմությանը, ես չեմ կարծում, որ հեծի նորմալ աշխատողը ում չեն ստիպել, ով այդ խարդավանքներին չի տրվել, առհասարակ ցանկություն կունենա այնտեղ մասնակցել։ Ես ձեզ ասում եմ, ժողովուրդ ջան, նորմալ մարդը, ես չեմ կարծում հեծի այն նորմալ աշխատողը, ում չեն ստիպել, ու ինքը նաև տեսել է այդ ստիպման փորձերը, կուզենա մասնակցել։ Չէ, կներեք, սևերի ստիպիտակների չեմ բաժանում, բաժանում եմ ահաբեկիչների եւ ահաբեկչության պոտենցիալ զոհերի։ Պարոն Ալեքսանյան, եթե 6-ին իր աշխատանքը ավարտել է, տուն գնալու փոխարեն եկել է միտինգին։ Ես ձեզ ձեր հարցին շատ հստակ պատասխանեցի, որ այն մարդիկ, ովքեր կստիպեն հեծի աշխատողներին ներկայանալ այդ միտինգին, այդ մարդիկ իսկ ինչ վերաբերում է նրան, որ կարող է հանկարծ ստացվի, որ կա 1-2 աշխատող, ովքեր կգան, այդ միտինգին ինքնակամ եւ բան, ես դրան չեմ հավատում։